Այսօր մեզ է միացել սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի նախագահ Գագիկ Մակարյանը, բարև ձեզ։ Նախ մի առանցքային հարց դնենք մեր հանդիպման սկզբում։ Խոշորները մաքսատուրքերի պատերազմի մեջ են։ Որն է փոքրերի խնդիրը։ Նկատմակ երկրները։ Այո, շատ լավ։ Դե եթե դիտարկենք փոքր երկրների դեպքում նաև ԱՄՆ-ն կիրառել է ավելի ցածր մաքսատուրքեր, կոնկրետ օրինակ մեր տարածաշրջանում բոլոր երկրները եւ Վրաստանը եւ Ադրբեջանը եւ Հայաստանը ունեն 10% մաքսատուրքի ցուցանիշ դրված է եւ այլ երկրների դեպքում նույնպես, օրինակ Մոլդովա եւ այլ փոքր երկրների հետ կապված։ Ընդ որում Հայաստանի արտանման ծավալները ամենևին էլ վտանգ չեն ներկայացնում ԱՄՆ-ի տնտեսությանը, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները սահմանել դրանք որպեսզի այդ խոշոր մատակարարներին, դե եկեք այսպես նայենք, պարոն Նազարյան, որ մեկ տարի առաջ հունվարին 24 թվականի վերացավ GSP համակարգը, որը որ թույլ էր տալիս 5 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը արտահանել 0 մաքսատուրքով կամ ցածր մաքսատուրքով։ Դրա ժամկետը լրացավ, Բայդենի կառավարությունը պետք է նորից երկարաձգեր ժամկետը, այդպես էլ ընտրությունների հետևանքով դա տեղի չունեցավ։ Այսինքն Հայաստանը մտավ ընդհանուր մաքսային ուրեմն համակարգ։ Հիմա ԱՄՆ-ը սահմանեց այդ համակարգը, կոնկրետ Հայաստանի դեպքում 10%։ Հիմա մենք այսպես մեր արտանման հիմնական ապրանքները եւ հիմնական ծավալները մոտարապես 240-260 միլիոն դոլար են տարեկան, բայց ՏՏ պրոդուկտը հաշվարկած հետը։ Եթե ՏՏ-ն հանում ենք, այն մնացած արդյունաբերական արտադրանքը 50-60 միլիոնից չի անցնում։ ՏՏ-ն է։ ՏՏ-ն էլ դե միշտ էլ երկար ժամանակ մատակարարում է ԱՄՆ-ին այդ ծառայությունները տրամադրում է։ Այսինքն գնաճային ճնշումներ անխուսափելի են ամեն դեպքում։ Կարող է եւ դա էական չլինել, որովհետեւ ինչու են դա նշում, որովհետեւ ՏՏ ընկերությունները իրենց շահութաբերությամբ կարող է թվի մեջ տեղավորվեն, իսկ այն մնացածները 50-60 միլիոն այդպես էական թիվ չի Հայաստանի արտահանման մեջ նաեւ իրականում։ Այսինքն եթե նույնիսկ մի փոքր տուժային կամ նվազի, դա էական չի մեր տնտեսության համար, որովհետեւ այսօր մենք ունենք 15 միլիարդից ավել արտահանում ընդհանուր ծավալը։ Բայց արտահանման ցուցանիշը նվազել է եւ Եվրամիության ուղղությամբ եւ Եվրամիությունը տարեստարի նվազել է, այո, տարեստարի մոնոտոն է նվազել։ Դեպի ԵԱՏՄ աճել է, հատկապես դեպի Ռուսաստան աճել է։ Եվ նաեւ որոշ երկրներ ավելացան ադամանդի այդ գործարկով, բայց այդ ադամանդի գործարկը տևեց կարճ։ Նա որոշակի հիմա թուլանում է։ Այդ կարևոր է, որովհետեւ մենք հիմա էլ ենք շարունակում չի օգտվել վերարտահանման հնարավորությունից։ Այո։ Եվ արյուծի բաժինը այդտեղ ոսկումն է, ռուսական։ Այո։ Եթե հանենք դա, ինչ պատկեր ենք ստանում։ Առնվազն նախկին թվերով մոտարապես 5 միլիարդ, հիմա մոտարապես 4 միլիարդ պիտի նվազեցնենք։ Այսինքն մենք տիչնենք 11-12 միլիարդ դոլարի այլապրանքների մասով արտահանման ցուցանիշ տարեկան։ Հա, եթե վերարտահանման այդ ընդհանուր եթե վերարտահանում հանենք, մեր արտահանման ծավալները կիչնեն մինչև 7-8 միլիարդ։ Եթե այդ վերարտահանման ընդհանուր բոլոր ապրանքների գծով վերանենք։ Կիչնեն այդքան։ Դա բնութագրում է մեր տնտեսության վիճակը։ Դա մոտիկ է արդեն իրական տնտեսության, այո։ Ավելի մոտիկ է։ Լավ է թե վատ։ Եթե վերցնենք այն ցուցանիշները, որին Հայաստանը ձգտում է, լավ չի։ Օրինակ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ գրված է, որ մեր հնան պետք է աճի 20 անգամ եւ այսինքն մոտարապես պետք է դառնա 250 միլիարդ, նույն ձևով արտահանումը եւ այլն պետք է շատ շշտակի աճեն համամասնորեն, բայց մենք այսպիսի տեմպերով, այսպիսի տնտեսական վիճակով, այսպիսի դիվերսիֆիկացիայի մակարդակով երբեք չենք հասնի այդ թվերին։ Խնդիրը կառավարման համակարգում է։ Իմ կարծիքով խնդիրը կարող է լինել եւ կառուցված գլոբալ ավելի խորը երկարաժամկետ ռազմավարություններ չնախաձեռնելու մեջ է խնդիրը։ Այսինքն ավելի այսպես մակերեսային, հեշտ, արագ ստացվող արդյունքներ, որոնք որ կարող են որոշակի ասենք պատիվ բերել, որոշակի ուրեմն հպարտանալու հնարավորություններ ստեղծել։ Մենք երկար տարիներ անդադ այդ հոգեբանությամբ ենք շարժվել իմ կարծիքով, եւ պետական համակարգում էլ հենց դա այդ տիրող տրամադրությունն է։ Բիզնեսն էլ ինքը իրենով չի կարողանում, որտեղ բիզնեսը
շատ բաներից տեղյակ չի, շուկաների մասին ուրեմն մոտ գործելը ռիսկային է, իր ծախսերը ռիսկային են, բիզնես մշակույթը ամենաշատ չի զարգացել, արտանման հնարավորությունները դեպի EM եւ այլն սերտիֆիկացման առումով առանձնապես շատ չեն փոխվել եւ հետեւաբար նաեւ տնտեսական դիվերսիֆիկացիա չկա։ Մենք տրադիցիոն ձևով ամեն նույն բաներն ենք արտանում։ Մեր տնտեսական կառուցվածքը 20 տարուց ավել չի փոխվել եւ ավելի երկար։ Այսինքն տնտեսական կառուցվածքը նաեւ պիտի վերանայվի։ Որը որ նոր ճյուղերի մասին խոսվի, նորարարական մոտեցումների մասին ավելի խթանվի։ Մեր հիմնական ճյուղերը, որոնք որ կային, հանքարդյունաբերություն, ալկոհոլային խմիչքներ, որոշակի այդ հանքարդյունաբերության մեջ մոլիբդենը եւ նաեւ ոսկին, որոշակի գինիներ, որոշակի տեքստիլ եւ պահածոներ եւ այլն։ Այսինքն մեր հիմնական միշտ 5 այս ուղղությունները եղել են մեր տնտեսական կառուցվածքի հիմնական մոդելը։ ՏՏ-ն իհարկե հիմա ավելացել է, բայց ՏՏ-ն դիտարկվում է նաև որպես ծառայությունների տեսակ։ Հայաստանի բոլոր իշխանությունների ժամանակ, այո, համարյա թե դա է եղել միշտ, տարիներ շարունակ։ ԵԱՏՄ շուկան մեզ համար անփոխարինելի շուկա է։ Քանի դեռ մենք շատ մրցունակ չենք, այո։ Այդ առումով այո, կարևոր է։ Եվ անփոխարինել է, որտեղ այլ երկրների շուկաները ավելի մրցունակ են։ Եվրոմիությունը մրցունակ շուկա է, ԱՄՆ-ի շուկան էլի մրցունակ է, արաբական որոշ երկրներ էլի մրցունակ շուկա է։ Այսինքն երբեմն որ ռուսական կողմից տնտեսական սպառնալիքներ են հնչում, այո, հիմնված է հենց դրա վրա, որ մենք ինձ թվում է Ռուսաստանը բավականին լավ է տիրապետում Հայաստանի տնտեսական կառուցվածքին, ճյուղերին եւ նաեւ բավականին լավ գիտի խորհրդային ժամանակներից եկող գործարանների հնարավորությունները, դրանց մաշվածության մակարդակը, որտեղ արխիվները երկար ժամանակ գտնվել են Ռուսաստանում կամ Խորհրդային Միությունում, որը ժառանգել է Ռուսաստան, այսինքն հիմնականում տնտեսական տեսանկյունից Ռուսաստանը լավ է տիրապետում Հայաստանի պոտենցիալին։ Գիտի դրա համար էլ քաղաքական մահակ են երբեմն կիրառում, իհարկե։ Ինքը շատ լավ տիրապետում է ցուցանիշներին եւ կանխատեսումներ անում, որտեղ իր ինստիտուտները աշխատում են։ Մեր ինստիտուտները այդքան էլ կանխատեսումների վրա լավ չեն աշխատում։ Այսինքն այդ ծուղակից դուրս գալու հնարավորություն չեք տեսնում։ Եթե էական շրջադարձային վերաբերմունք դրսևորվի տնտեսությանը եւ օրինակ ինչ կարելի անել։ Օրինակ ասեմ դες փոխարեն գնալ այն ճանապարհով, որ պիտի անընդհատ մենք մտածենք ձեռնարկությունները երբ ասենք թե կմտածեն մոդեռնիզացիայի մասին եւ ձեռնարկությունները ձեռք կբերեն լիզինգով ինչ որ տեխնոլոգիական հոսքագիծ կամ սարքավորում կամ երբ կդիմեն կառավարությանը, որ հարկերը ներմուծման ժամանակ մոդեռնիզացիայի համար հետաձգեն, ասենք սարքավորումների հումքի վրա եւ այլն, դա դանդաղ ճանապարհ է եւ դա քաոտիկ ճանապարհ է, որտեղ դիմող ընկերությունները տարբեր ճյուղերից են դիմում, տարբեր քանակներով են դիմում եւ իրենք երբեք քրիտիկական զանգված քրիտիկական փոփոխություն չեն առաջացնում։ Այստեղ ավելի լավ է որ պետությունը ինքը մտածի դրա մասին, այսինքն ձեռք բերի գործարաններ կամ ներդրումների ճանապարհով դա անի, որը որ դժվարանում է։ Ներդրումներն էլ մեր մոտ բավականին բարդ են, որտեղ մենք չենք կարողանում արկա ռիսկերը կառավարել։ Քանի դեռ պատերազմի վտանգը կա, դա ռիսկ է, չէ՞, բայց այդ ռիսկին չեզոքացնելու համար պետք է դրվեն ավելի արտոնյալ պայմաններ, շահութաբերության հնարավորություններ, ներքին շուկայում սպառելու թույլտվություններ լայն, պետական գնումներին մասնակցելու մեծ հնարավորություններ, որ ներդրող ռիսկ անի գա եւ ներդնի եւ իմանա, որ շատ կարճ ժամանակում ինքը իր ծախսերը կվերադարձնի։ Հարկային մուտքերը եւ турքերը 2025 թվականի առաջին երամսյակում աճել են մոտ 66 միլիարդով, 13.2% է կազմում։ Ինչի շնորհիվ։ Դե ընդհանուր տեմպերը դեռ այդ 2022 թվականի վերջից սկսված տեմպերը դեռ որոշակի նվազել են, բայց պահպանվում են։ Այսինքն որոշակի ռելոկանտներ, որոշակի ասենք ներդրումներ, որոշակի այդ վերարտահանման այդ մեխանիզմները, ձեռնարկությունները դեռ որոշակիորեն ճիշտ է 23 թվին, 24 թվին ավելի պիկ էր, 25 թվը դեռ այնքան չէ, բայց դեռ իներցիայով շարունակվում է դա։ Դեռ չի մարել process-ը, այսպես ասած։ Որոշակի կա։ Գումարած որոշակիորեն ասենք նաև տնտեսական որոշ ճյուղերում ակտիվացումները, բանված հենց իմ ասած պատմություններով, որ ասենք գյուղատնտեսության մեջ, շինարարության մեջ կամ արդյունաբերական ձեռնարկությունների մոդեռնիզացիաների առումով որոշակի տեմպեր կան, բայց այդ տեմպերը
ավելի նվազող են արդեն տենդենսները։ Պետք պարտք հնա հարաբերակցությունը վտանգավոր շեմին է։ Դեռ այդքան չէ, որտեվ մենք հիմա 750 միլիոն դոլար որ ավելացրեցինք, չէ՞, մոտարապես մեր պարտքը Հենց դա էլ օրինակ է բերվում, որ մեր պարտքը մոտեցավ արդեն 13 միլիարդին, չէ՞, մոտարապես։ Հիմա եթե հաշվենք, որ հնան 25 միլիարդի կարգի է, մենք 50%-ից մի քիչ ավել ենք, այսինքն 60%-ի շեմին, որը որ համարվում է հիմնականում կարմիր գիծ, չենք մոտեցել։ Բայց կա այսպիսի բնութագրում արդեն։ Մենք հիմա մոտեցել ենք այն շեմին, որ պարտք ենք վերցնում, որպեսզի մարենք պարտքը։ Այո, բայց այդ եւ նաեւ վերցրել ենք շատ բարձր տոկոսով, որը դա է ռիսկային է բավականին, ինչու որ դա ինձ ցույց է տալիս Հայաստանի գրավչության խնդրեմը։ Այսինքն մենք ստիպված ենք եղել շատ թանկ գնով վերցնենք, որպեսզի մենք կարողանանք այդ վարկը ստանալ։ Ստիպված են գնացել այդ։ Ստիպված գնացել ենք դրան, այո։ Որտեղ մենք մոտարապես 1.5 միլիարդի չափ պետք է արդեն մարումներ կատարենք եւ ունենք նաեւ բյուջեի դեֆիցիտ էականորեն, հենց թեկուզ 25 թվականի պետական բյուջեում մեր ծախսերի եւ մուտքերի տարբերությունը էականորեն մեծ է։ Ավելի պեսիմիստները ասում են լավ տեղ չի տանում դա։ Կախված է էլի կառավարումից, հետագա ընթացքից։ Եթե մենք անդադ ինքներս մեզ չնկատելով այդպես լավ տրամադրությամբ զվարճանքով շարժվենք առաջ, դա լավ տեղ չի տանի։ Բայց պետք է մենք գոտիներս ամրացնենք, ձգենք եւ լավ հաշվարկենք, որովհետեւ իհարկե ձեր ասած խնդրի մեջ ներքին եւ արտաքին պարտքերը միասին է, չէ՞։ Արտաքին պարտքը, ասենք դրա մոտարապես կեսից ավել է դարձավ արդեն այդ ընդհանուրի մեջ։ Եթե առաջին գույնն էր, հիմա 750, 6 ու քանի արդեն ամենա թե կեսն է, մի քիչ ավել, բայց որոշ դեպքերում մենք պիտի նայենք, որ շատ երկրներ ունեն արտաքին պարտք բավականին բարձր թիվ, բայց այդ պետությունները շատ վճարունակ եւ կանխատեսելի են իրենց տնտեսությամբ։ Հայաստանը պիտի վաստակի այդ վստահությունը, որ ինքը կանխատեսելի երկիր է իր տնտեսական աճով եւ զարգացումներով։ Ձեզ համար հասկանալի է ինչ է տեղի ունենում հարկային սեգմենտում։ Որտեղ։ Հարկային սեգմենտում։ Այո։ Հա։ Փոփոխությունները նկատի ունեմ, որի դեմ որոշակի բողոքի։ Դրիվ բարձ է, հենց այդ ճեղքվածները փակելու համար։ Երկու ճեղքվածք ունենք։ Արտաքին պարկ մատակարարելու ճեղքվածք եւ ներքին բյուջեի ճեղքված ծախսերի եւ մուտքերի տարբերության պատճառով։ Դա էլ իր հետևանքը կունենա։ Իհարկե, մենք պիտի դա լրացնենք, որտեղ մենք նաև տեսանք, որ հեշտ չենք կարողանում դրսից փող վերցնել։ Հետևաբար մենք պիտի ներքին ռեսուրսների վրա աշխատենք։ Իսկ ներքին ռեսուրսները հարկեր հավաքելն է տարբեր ճանապարհով։ Հարկեր հավաքել են, բայց ումից հարկ հավաքել։ Ով կպատահի արդեն։ Արդեն ով կպատահի։ Այո։ Դե չէ, շուտով նաև տնտեսությունում սովորաբար խոշորին միջինից, հա, բայց նաև բնականաբար բիզնեսից։ Հա, բիզնեսից։ Դժգոհությունը բիզնեսից է։ Դե բիզնեսի դժգոհում են հատկապես մանր ու միջինը։ Դե որովհետև մանր ու միջինը այդ վերարտանման մեջ առանձնապես խաղացող չի։ Եվ ինքը իր եկամտաբերությամբ այդքան բարձր չի։ Այն միջինն ու խոշորներն են ավելի շատ մտել վերարտանման մեջ եւ դրանց ասենք թե իրենց եկամուտները ճիշտ է ավելացել են եւ իրենք հիմնականում էլ ավելացված արժեքի հարկով էին աշխատում, իրենց համար դա էական չի եւ այնտեղ կարող է դժգոհություն չլինի էլ նույնիսկ, բայց փոքր եւ միկրո բիզնեսը դժգոհ է, որտեղ ինքը հիմնականում կառուցված է առևտրի վրա, բերի ու վաճառի, վերավաճառի, այլ ոչ թե արտահանի, ինքը արտահանման այդ մշակույթը չունի, այդ ռեսուրս, այդ սերտիֆիկատները եւ այդ պատմություններն առանձնապես շատ չի տիրապետում։ Դե շրջանառության հարկի փոփոխությունը հենց ձեր նշած սեգմենտին է անդրադառնում։ Այո։ Ընդ որում այսպես է, եթե չեն փաստաթղթավորվում 10%-ի տակ են ընկնում հիմնականում բոլորը, եթե փաստաթղթավորում են այն միտքը, որ կարող ավելի ցածր ստացվել, քան նախկինում կար, այդպես չի։ Իրենց սահմանած կանոններով, օրինակ 5%-ի փոխարեն, եթե լրիվ փաստաթղթավորում ես 6% է իրականում ստացվում։ Դա էլ պիտի ասենք, այսինքն այստեղ էլ կա 1%-ի չափ ավել։ Այսինքն այն, որ որոշ պաշտոնյաներ խոսեցին, որ իբր թե կարելի է 5%-ից նույնիսկ ցածր վաստակել, տեսականորեն թվում է թե 4% կարող ես հասնել, եթե փաստաթղթավորում ես, բայց իրենց սահմանած նորմերով որ լրացնում ես ու հայտերը որ պիտի 10 փաստաթղթավորում ընկնում ես 6%-ի տակ, այսինքն որոշ դեպքերում ավելացնում է հարկը։ Նույնիսկ եթե ամենաբարեխիղճ փաստաթղթերով աշխատող ընկերությունն ես։
Խոշորը չի դժգոհում։ Խոշորը չի դժգոհի եւ նաեւ այն ընկերությունները, որոնք որ իրավաբանական կամ աշխատողական ծառայություններով աշխատում են 20%-ով, նրանք էլի չեն դժգոհում։ Նրանք նույնիսկ ուրախ են, որ այդպես է, որովհետեւ իրենք համարում են, որ մինչեւ այդ իրենց համար անհավասար է մրցակցությունը նման ոլորտի այլ ընկերությունների հանդեպ, որոնք որ աշխատում են շրջարկով, որպես փաստաբանական գրասենյակներ կամ աշխատողական ծառայություններ կամ այլ ծառայություններ։ Տեսեք, մենք գործ ունենք մի խնդրի հետ, երբ փոքր ու միջին տուժում է հիմա այս փոփոխությունների արդյունքում, խոշորը լավ է զգում իրեն, եթե այդ բառը տեղին է օգտագործել։ Եվ ինչ որ տեղի է ունենալու այս սեգմենտում։ Կփակվեն աշխատատեղեր, կփակվեն մանր ու միջին ձեռնարկություններ։ Հետևանքը դա է լինելու։ Հետևանքը կլինի դա եւ հետևանքը ավելի վատ կլինի, հետևանքը կլինի այն, որ կազդի դա դեմոգրաֆիական ցուցանիշների վրա։ Հայաստանի բնակչությունը պակասում է, մեր արտաքին միգրացիան մոտավորապես 20,000-ից ավել տարեկան մենք միգրացիա ունենք եւ նաեւ աշխատանքային միգրացիա, բայց ես խոսում եմ զուտ հեռանալու մասին։ Դեմոգրաֆիական խնդիրները ավելի կսրվեն, ամուսնությունները կպակասեն, երիտասարդների քանակը կնվազի, ընտանիքները, եկամուտները կնվազեն, որտեղ միկրո եւ փոքր բիզնեսը նաեւ ընտանեկան բիզնես է։ Նա սպասարկում էր հենց այն խնդիրը, որ դեմոգրաֆիական հարցեր լուծեր, ընտանիքները մնային, բազմանային եկամուտներ, որտեղ պետական աջակցությունը ոչ բոլորին է հասկանալի կամ ոչ բոլորին է բավարարում այն ինչ որ պետությունը պատրաստ է երեխաների համար վճարել։ Եվ երկրորդը, որ հնարավոր է, որ նորից ավելանա գործազրկություն։ Այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև եկամուտների հայտարարագրումը։ Որ փող է պետք բյուջեին, հետագայի համար։ Հետագայի համար։ Այո, հիմա փաստաթղթավորմամբ կգնա մինչև նոյեմբերի 1 կամ հետո կերկարացնեն, բայց կարծում եմ, որ մյուս տարի արդեն կսկսեն ուսումնասիրել, հասկանալ, ինչպիսի հարկային ռեժիմ կարող է սահմանվի։ 25 թվականը 24-ի հետ, եթե մենք համեմատում ենք, տենդենսը ո՞րն է այստեղ նկատելի։ 25 թվականի առաջին երամսյակի ցուցանիշները դեռ վատ չեն։ Տնտեսական աճի տեմպերը հուսադրող են։ Գործազրկությունը նվազել է, էլի հուսադրող թիվի առայժմս։ Գնաճը նվազել է, էլի հուսադրող է, բայց միայն այդ թվերը բավարար չեն։ Հենց խնդրեմը այն է, որ գնաճը նվազել է։ Որոշակի սկզբից բարձրացավ, հետո միջ նվազեց, անցյալ տարի բարձրացավ, հիմա նվազեց, բայց հենց վատը այն է, որ պետական շատ պաշտոնյաները միայն այդ թվերով են շարժվում առաջ։ Այդ թվերով են հիանում իրենք եւ հպարտանում, որ իրենք լավ են գործում եւ ճիշտ են գործում։ Բայց այդ թվերի հետևում կան վտանգներ, որոնք պետք է հասկանալ։ Այդ վտանգը երբ կարող է առաջանալ։ Գնաճային ճնշումները Հայաստանում ավելի մեղմ են, քան այլ երկրներում, ըստ այն։ Ընդհանուր առմամբ այո, կարելի ասել։ Դե դա նաև տեղի հումքի շնորհիվ է։ Տեսեք, ասենք օրինակ շինանյութերի առումով մենք հիմնականում ինքնաբավ ենք, գյուղատնտեսության բնագավառում շատ բաներում էլ ինքնաբավ ենք։ Եվ դրա հետևանքով, ասենք թե մենք շատ մեծ այդ արտարժութից կախվածությունը չենք զգում, որովհետև արտարժութից կախվածությունը կներ, եթե հումքերի վրա կեր ազդել, իսկ հումքը կազդեր արդեն պատրաստի արտադրանքի վրա կամ կիսապատրաստի արտադրանքի վրա։ Բայց այդ առումով այդքան չէ։ Եվ պլյուս դրան, որ նաև ընդհանուր տենդենսը այնպեսին է, որ միջազգային մակարդակով էլ այդպես կտրուկ թանկացումներ դեռ չկան։ Ճիշտ է, եղան խոսակցություններ, խնդիրներ, բայց հիմնական այն երկրները, որոնք մեր հումքի մատակարարներն են, ասենք Ռուսաստանի առումով կամ Թուրքիայից ահագին բան, Իրանից ահագին բան ենք մենք բերում եւ հումք եւ կտոր եւ տարբեր այլ բաներ կամ նյութեր եւ այլն կամ վառելիք եւ այլն, դրանք առանձնապես Հայաստանում մտածում են անգամ օգտվել թուրքմենական գազից։ Այո։ Հա։ Այլընտրանքային։ Դե Իրանի տարածքով։ Իհարկե, բայց մեր մոտ նաեւ էներգակիրների էական փոփոխություն առանձնապես չկա, ինչու որտեղ մեր էներգակիրները հիմնականում բերվում են Ռուսաստանից եւ այլն եւ մեր մոտ էլ ասենք թե եթե ռուբլու կամ դոլարի տեսանկյունից նայած, որտեղ կարծես թե դոլարով էր գազի գնումը բանը եւ այլն, էականորեն դա չի փոխվում։ Կայուն վիճակի համարը 390 դրամի շուրջ հանդարտ տատանվում է։ Բայց ռուբլեն ամրանում է։ Վերջին քիչ ամրանում է։ Դե ինձ թվում է այս վերջի մաքսատուրքերի
պատճառով եղավ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը Մաքսատուրկը նպաստեց, որ ռուբլին կայունանա։ Իմ կարծիքով այո, որովհետև այլ երկրները սկսեցին քիչ-քիչ դեպի Ռուսաստան հայացք նետել, կարող է պարտադիր չի, որ դեռ առևտուր սկսած լինեն, բայց այն, որ արդեն Ռուսաստանում տրամադրություններ առաջացան, դա արդեն ազդեց ամրացնելու վրա, որտեղ երբեմն նաև տրամադրություններ են հենց ազդում արժույթի փոփոխության վրա։ Արդեն կանխատեսումները դրական են եւ դա բերում է դրական փոփոխությունների։ Եվ վերջինը կխնդրեի կարճ ասել։ Մենք ենք ԵԱՏՄ-ի կարիք ավելի շատ զգում, թե մենք պետք ենք ԵԱՏՄ-ին։ Ոչ միայն տնտեսական, այլ նաև մի շարք այլ նկատառումներից ելնելով։ ԵԱՏՄ-ին մենք ավելի շատ պետք են քաղաքական առումով, չնայած մենք տնտեսական մոդելի, տնտեսական ընտանիքի մեջ ենք, բայց մեր ներկայությունը քաղաքական է։ Այսինքն մենակ չթողնել Ռուսաստանին այդ առումով, որտեղ ԵԱՏՄ-ն մենք տեսել ենք եւ դեր տաղավարում նաև խոսել ենք, որ ուժ երկրների հետ էական առևտուր չկա ու չէր զարգանում, շատ չնչին է։ Ղազախստանի հետ էլ ինչ որ մի քիչ ավելացել է մի 100-120 միլիոնի է հասել հազիվ, բայց էլի դա չնչին թիվ է, Բելարուսի հետ նվազեց, Qırğızstani հետ համարյա չկա։ Ինչ վերաբերվում է ով է ում հարկավոր, հիմա այսպես է, որ երկուսն էլ այս հարաբերությունները ձեռք են տալիս, երկու կողմերին էլ, վերջին հաշվով։ Հայաստանի քաղաքական առումով այդքան չէ, տնտեսական առումով ավելի շատ։ Այսքանը, շնորհակալություն ուրեք։ Գագիկ Մակարյան, սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի նախագահ